Ամեն բարև տվող բարեկամ չէ, բայց մենք հո ամեն մեկը չենք։ Բարև։ Ինֆոկոմը շարունակում է փորել, փորփրել ու գտնել խնդիրներ։ Այսպիսով, եթե աշխարհում շինողն ու քանդողը լեզուն է, ապա Արթիկ համայնքում շինողը ավականու անդամի հորընկերությունն է, որը 3 տարում 358 միլիոն դրամով ասֆալտապատել է համայնքի ճանապարհները։ Պարզվել է, որ Արթիկ համայնքի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամ Տիգրան Բաղդասարյանի հոր Ճանշին ընկերությունը միայն 2022-2024 թվականներին մասնակցել է համայնքի 10 գնման ընթացակարգի, որից 8-ում հաղթել է։ Ընդհանուր առմամբ այս ընկերության հետ կնքված պայմանագրերի գինը կազմել է 2017-2024 թվականներին համայնքի ճանապարհաշինարարությանն ուղղված գնումների գումարների 40%-ը։ Ինչպես մեր տատերն ու պապերն էին ասում, լավություն արա ջուրը գցիր, ձուկը չիմանա, ինֆոկոմը կիմանա։ Մենք էլ իմացանք, որ տարբեր տարիներին Ճաշինի իրականացրած գրեթե բոլոր աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրել է Վահրամ Կնազյան անունով անհատ ձեռներեցը։ Չնայած ճտերն աշնանն են հաշվում, բայց մենք մի քիչ ժամանակից առաջ ընկանք ու հաշվեցինք, որ այդ ձեռներեցը համայնքապետարանին կարողացել է համոզել, որ Ճաշինի իրականացնելիք 50 միլիոն դրամ արժողությամբ աշխատանքները կվերը հսկի ընդամենը 10,000 դրամով։ Ուրեմն համարյա աստվածա, որ 10,000 դրամ ունի։ Նույնիսկ եփած հավից ծիծաղն է գալիս, ասում են մեր պապերն ու տատերը եւ համայնքապետարանին դատի տված մեկ այլ ընկերություն, որը այդպես էլ չհավատաց, որ 10,000 դրամով հնարավոր է նման գործ բռնել։ Ճաշինի հետ իրականացված գործարքներում համայնքապետ Արալիկ Ոսկանյանը շահերի բախում չի տեսնում, բայց մենք հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածը հոտեցնում ենք։ Իսկ թե ինչ կլինի հետո հաստատ չեն կարող ասել, բայց կարող ենք առաջարկել կարդալ այդ հոդվածը, որի հոկումը գետը բերել եւ թողել է այստեղ, ներքևում։ Իսկ թողարկման ավարտին ինձ միայն մնում է հիշեցնել, ով ալարում է, չի դալարում։ Հետևեք մեզ, հավանեք եւ տարածեք մեր հրապարակումները եւ բաժանորդագրվեք մեր Patreon-ին, որովհետեւ թող ուշ լինի, բայց նուշ լինի։